Փաշինյանի իշխանության արդարադատության ձեռքը հասավ նաև 18-ամյա Դավիթ Մինասյանին։ Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված տղան 2 ամսով կալանավորվեց։ Դավիթին այսօր զրկեցին դպրոցն ավարտելու, միջնակարգն ավարտելու հնարավորությունից։ 2 ամիս հետո վերջի զանգալնելու բոլորի համար Դավիթի համար չի լինելու։ Ում խղճին է մնացել սա։ Գտնում են, որ 12-րդ դասարանի աշակերտը պիտի կալանքի տակ գտնվի, բայց մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ կարան վարչական հսկողության տակ գտնվեն տնային կալանք։ Ոչ մի բան հաշվի չառավ, ոչ մի բան։ Որոշման հրապարակումից անմիջապես հետո Դավիթին տեղափոխեցին Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Բանտ չհասած Դավիթը կորցրեց գիտակցությունը, նրան տարան հիվանդանոց, սակայն չսպասեցին, որ մայրը որդու հիվանդությունները փաստող թղթեր ներկայացնի, ու Դավիթին նորից բերեցին Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Դավիթը ունեցել է գիտակցության կորուստ, այսինքն մի բան, ինչի մասին մենք ահազանգում ենք այս մի քանի օր, որովհետև իր մոտ ախտորոշված է ուշագնացություն կոլապս։ Դա այսինքն հիվանդությունից ախտորոշումներից մեկն է, այդպես չի որ մենակ դա է, հա։ Շտապօգնություն են հրավիրել, բնականաբար Արմավիր քրեակատարողական հիմնարկում չեն կարողացել ցույց տան առաջին բժշկական օգնությունը, քանի որ Դավիթը ունի նաև չպարզված ալերգիա, այսինքն այստեղ բժշկական օգնության հետ կապված մենք ունենք շատ լուրջ խնդիր։ Այդ ամենտեղ եւ ամեն բան չի, որ կարող են այս երեխային այդ բանին օգնություն ցուցաբերել։ Շտապօգնությունով տեղափոխել են հիվանդանոց, հիմա ինչպես տեսակ հիվանդանոցից տեղափոխեցին նոր քրեակատարողական հիմնարկ։ Մինչև որոշումը հրապարակելը մայրը Տիկին Գայանեն դատարանի բակում ասել էր, որ որդին առողջական խնդիրներ ունի։ Խնդրում եմ, տվեք ինձ հնարավորություն որպես մայր, ես իմ երեխային տանը իմ հսկողության տակ, որպես մասնագիտության բժիշկ, տիրություն անեմ մինչև դատարանը իր քննությունը կատարի, ամեն ինչ ըստ օրենքի լինի։ Այն միշտ տղասել ես կասկածում եմ, որ թոքաբորվա։ Մնացական Մարտիրոսյանի որոշումն իմանալուց հետո դատարանի բակում Տիկին Գայանեի ինքնազգացողությունը վատացել է։ Բուժօգնություն ցույց տալու համար դատարանի բակ էր ժամանել շտապօգնություն։ Գայանե Մինասյանը հրաժարվեց նստել շտապօգնության մեքենան, առաջին օգնություն ցուցաբերելուց եւ վիճակը կարգավորելուց հետո շտապօգնության խումբը հեռացավ։ Ըստ փաստաբանների, Փաշինյանի 2 թիկնապահները ցուցմունք են տվել Դավիթի դեմ։ Երկվորյակ աշակերտների փաստաբանը Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից նոր կադրեր է հրապարակել, որտեղ երևում է, թե անվտանգության աշխատակիցն ինչպես է արմունկով հարվածում Դավիթին։ Դավիթ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով՝ խուլիգանություն եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտել։ Դպրոցականին սպառնում է 2-ից 5 տարվա ազատազրկում։ Քննիչ այնքան բան էր ասում, որ ես մտածում եի արդյոք ես այդ դեպքի կամ այս Դավիթ Մինասյանի մասին է, թե ընդհանրապես մենք լրիվ ուրիշ թեմայի մեջ ենք հայտնվել։ Դավիթը ասեց իմ հետ ինչ է կատարվում, ուր են տանում, միակ հարցը, որ ինձ Դավիթը տվել է, ես դպրոցս ավարտելու հնարավորություն ունենալու եմ, թե ոչ, որի պատասխանը ես չունեմ եւ որի պատասխանը ակնկալում եմ եւ դատարանից եւ քննչական մարմիններից։ Միջադեպի մասնակից մյուս եղբոր Միքայել Մինասյանի նկատմամբ կիրառվել է երկրից չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Ձերբակալվելուց ժամեր անց քննչականի շենքից նա ազատ է արձակվել։ Միջադեպի գործով մեղադրվող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը եւս ազատ է արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։